Պարզ է, որ այդ 2001 թվականի սպանությունը այդտեղ որևէ դեր չի ունեցել, նոր 25 տարի հետո են պարզել, որ այդ ադրբեջանցիները մեղավոր են։ Տեսեք, Ռուսաստանում միշտ Կովկասի բնակչությունը եւ երկրները երկրորդ սորտի երկիր են համարվել ռուսական շովինիզմի մեջ։ Հիշում եք, այդ լիցե կավկասկի նացիոնալիստի մեզ էին համարում եւ իրենց համար անհասկանալի է, որ այս երկրները դրանք լուրջ չեն նայվում այսպես ներողություն Ռուսաստանում, ուզում են որ ինքնուրույն քայլեր անել եւ քանի որ Ռուսաստանը իմ կարծիքով չունի դիվանագիտություն, նա մնացել է այդ վիճակում, որ սապոկով, ինքը ասեց, չէ, ուժով կասեմ հետ եկեք, բայց դա նշանակում է չհասկանալ 21-րդ դարի իրողությունները։ Ամեն դեպքում այդ դեպքերին Մոսկվայի արձագանքը ավելի մեղմ է, քան երբ Հայաստանի հետ են գործ ունենում։ Դա Թուրքիայից է շատ կախված։ Իհարկե Հայաստանն էլ ունի դաշնակիցներ։ Այդ տոնայնությունը Թուրքիայով է բացատրում։ Միանշանակ։ Նախ առաջինը Ռուսաստանը չի ուզում, որ Ադրբեջանը լիովին գնա տեղավորվի թուրքական նավում։ Երկրորդը Ռուսաստանը չի ուզում խնդիրներ ունենա Թուրքիայի հետ։ Հայաստանի պահով այո, Ֆրանսիան մեզ աջակցում է արևմուտքը, բայց մենք գիտենք, որ Էրդողանը խոսքի մարդ է, ճակերտավորնա, կոպիտ գործողությունների կարող է գնալ, իսկ Պուտինը եվրոպացիներին միշտ ավելի անլուրջ է վերաբերվում, չնայած սխալ է անում։ Այսինքն Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կարող է լինել ավելի կոնկրետ, քան արևմուտքի աջակցությունը Հայաստանին։ Դրա համար Պուտինը չի ցանկանում զրկվել Հարավային Կովկասում իր հենարաններից մեկին, որը ձեռք է բերել շատ ծանր գնով կորցնելով մյուս հենարանը։